Դե ինչ շատերը վաղուց արտացել են եւ մեծպես արդեն աշխատանքային գրաֆիկի մեջ են, շատ շատերը արտացել են, հասրել են նախաճաշել, սա հենց այնպես չեմ ասում։ Շատերն էլ նախաճաշի համար մի տեսակ արդեն այլընտրանքային ինչ որ բան են ուզում, որովհետեւ գուցե միատարր նախաճաշերից կամ նախուտեսներից հոգնել են։ Եվ հենց այստեղ մեզ օգնության է հասնում մեր խոհանոցային բաժինը, մեզ է միացել այսօր Կարինեն Հարությունյան, եկեք ողջունենք, ողջույն Տիկին Կարինե։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Այս տաղավարում գտնվում եմ, ինչպես կարող եմ լինել հրաշալի։ Ապրեք, շատ շնորհակալ ենք։ Անչափ շնորհակալ ենք, որ ձեր առավոտը որոշել եք անցկացնել մեզ հետ եւ պատմել մի շատ հետաքրքիր համեղ բաղադրատոմսի մասին, որը նաեւ պատրաստելու ենք այսօր։ Կարող ենք հիմա ներկայացնել, թե ինչ ենք պատրաստելու, դուք սկսեք եւ ընթացքում նաեւ զրուցենք, մի փոքր պատմեք ինչով եք զբաղվում ու առհասարակ ինչ կապ ունի երաժշտությունը եւ խոհանոցի ու ձեր հետ, ինչ եք լսում պատրաստելու ընթացքում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ, շատ հեշտ պատրաստվող, առողջ նախաճաշ թզով, պանիրով, ռուկոլայով եւ մյուս բաղադրիչներով, որոնք ընթացքում կտեսնենք։ Եվ ինչից ենք սկսում, խնդրեմ, կարող ենք արդեն սկսենք պատրաստման։ Այո, սկզբում սկսում ենք թանձրույկից։ Հետո լցնելու ենք մեր աղցանի վրա, էլի, նախորոք սկսում ենք թանձրույկից նախապես։ Իսկ ինչու ենք առաջինը թանձրուկը պատրաստում, որ ավելի համերը միախառնվեն, մինչև մենք կպատրաստենք մնացած բաղադրիչները մատուցման։ Այո, եւ համերը կխառնվեն եւ արդեն պատրաստի թանձրուկը կունենաս, որպեսզի շեշտ արդեն լցնես աղցանի վրա։ Այսպես խոսքով հասկացանք ինչեր ունենք, բայց պրակտիկ մաս իհարկե շատ կարևոր է, կարող եք սկսել արդեն պատրաստել։ Այո, սկսենք թանձրուկից։ Նանե։ Թանձրուկի համար մեզ հարկավոր է կիտրոն, մեղր, մանանեխ եւ բուսայուղ։ Կարծես սա ամենաշատ աղցանների դեպքում կիրառվող թանձրուկն է, որը հետաքրքիր համ է փոխանցում, մասնավորապես կանաչիներին, որն օգտագործում ենք։ Բայց մենք բացի ռուկոլայից նաև սպանախ ենք օգտագործում այս աղցանի մեջ։ Համադրելիության առումով որքանով են համատեղ այս երկու տարբեր իրարից համերը։ Այո, համատեղելի արդյունքով երկու շատ համատեղելի են, որովհետև ռուկոլան ունի մի քիչ դառնահամ, իսկ սպանախը ավելի նեյտրալ է։ Շատ հետաքրքիր է, որ սպանախը ռուկոլան թարմ վիճակում այդ դառնահամը ունի, բայց արդեն մյուս մտերքների հետ համադրվելով կորցնում է իր դառնահամությունը եւ շատ համով եւ հաճելի է ստացվում։ Հատկապես երբ կան մրգեր, այս դեպքում այո, երբ կան մրգեր, ճիշտ է, մատուցում ռուկոլան եւ այլ նախընտրելի մրգերով։ Գիտես, հաճելի է, որ արդեն հնարավորություն ունենք մի ամբողջ տարի նաև օգտագործելու սպանախը, որովհետև հիշում եմ ժամանակին, օրինակ, երբ վայելում էինք սպանախը, դա գարունն էր, դա բնության զարթոնքի ժամանակահատվածն էր, այո, բայց հիմա եւ որպես տաքուտեստ եւ իհարկե աղցանների մեջ շատ հաճախ ենք մենք հանդիպում սպանախը յուրահատուկ, օգտակար ու շատ հաճելի։ Հմտորեն շարժումներով մեզ միացած Տիկին Կարինեն շարունակում է թանձրուկը պատրաստել։ Մանե վերջին անգամ երբ ես եղել խոհանոցում։ 3։ Ապրես։ Ես սիրում եմ պատրաստել։ Մենք խոսում ենք նաև խոհանոցում կարևոր պայմաններից մեկի մասին, երբ պատրաստելիս պետք է լսենք երաժշտություն։ Դա օգնում է ձեզ թե ոչ, Տիկին Կարինե։ Այո, ինչ խոսք, ես նույնիսկ մասնակից եմ դառնում, երգում եմ ինքս։ Ճիշտ է, ես ոչ չի ստացվում, ես իմ գնդիրների ներկայությամբ չեմ երգում, որպեսզի խայտառակ չլինեմ։ Բայց խոհանոցը ամենահետաքրքիր վայրն է, չէ՞, երբ կարելի է երգել, բաց թողնել այդ էմոցիաները։ Երգել եւ կարելի է ստեղծագործել ազատ, խանգարող ոչ մի հանգամանք չկա այդտեղ։ Տիկին Կարինե, բայց մենք նաև գիտենք, որ դուք բացի խոհանոցում երգելուց նաև շատ ուղիղ մասնակցություն ունեք երգերի ստեղծման հարցում։ Ինչպես հասկացաք, որ ստացվում է ձեզ մոտ գրել։ Ճիշտն ասած, ես մանկությունից եմ ստեղծագործել, բայց չեմ հասկացել, որ կարող եմ ստեղծագործել։ Իմ կարդացած գրքերի մեջ, եթե հանդիպում էր չափածոներ, ես դրանք անպայման երգելով էի կարդում։ Հետո արդեն հասկացա, որ կարելի է մի քիչ ավելի հետաքրքիր մոտեցում ցուցաբերել, հատկապես կախարդական կավիճի գիրքը, այնտեղ կա Սարաբարաբու երգ, չափածո, ես որ ասեմ մի 40 տարի առաջ դա երգ էի սարքել եւ երջանկա հիշադակ Նադեժդա Սարգսյանի շնորհիվ այդ երգը ստացվեց
Հիմա հանրային ռադիոյի եթերում էլ է հնչել բազմիցս։ Այստեղ նաև չենք մոռանում սև պղպեղը։ Իսկ շարունակում եք ձեր այդ գործունեությունը երգեր գրելու։ Այս բանը մի փոքր ինձ մոտ ստեղծագործական դատար է, չգիտեմ ինչու։ Խոհանոցում եք ստեղծագործում։ Ստեղծագործում եմ խոհանոցում, այո, կոմպենսացնում եմ, այսպես ասած։ Տիկին Կարինե, քանի որ նաև խոսենք ձեր ծննդավայրից, Գյումրիից եք, ամենաշատը, որ պատրաստում եք ուտեստ ձեր ընտանիքի անդամների համար, ի՞նչն են սիրում, գուցե հենց Գյումրվա ավանդական խոհանոցից ինչ-որ նմուշներ են։ Գյումրվա ավանդական խոհանոցից այդքան չէ, բայց ես սարքում եմ մեր տնեցիները շատ հավանում են աչմա, որը հայկական խոհանոցից չէ, վրացական խոհանոցից է, բայց ես մի փոքր իմպրովիզացիա եմ արել այնտեղ, քանի որ այդ ճաշատեսակի մեջ չկա միս, ես մի շերտը միս եմ արել, որը շատ հավանում են, շատ հետաքրքիր համադրություն է տալիս։ Դա խմորային հիմքով։ Այո, խմորային հիմքով, այո, խմորային հիմքով ու մի շերտը, երկու շերտը պանիր պիտի լինի, ես մի շերտը միս եմ արել, շատ համեղ է ստացվում։ Թանձրուկը կարծես թե պատրաստ է, ոնց է մեր հաջորդ փուլը։ Մենք անցնում ենք մեր կանաչիներին։ Կտրատում ենք, այո։ Սկզբում պոչերն ենք մաքրում, սպանախի։ Անպայման այս կոթերը հեռացնում ենք, որովհետև մենք օգտագործում ենք մենակ տերևները։ Տերևներն էլ ենք կտրտելու, որովհետև մի քիչ խոշոր են, եթե մանր լինեն, կարելի է տերևները թողնել այդպես մնան։ Իսկ դանակով ենք անելու դա, չէ, պարզապես ձեռքով իսկսել։ Այո, ձեռքով ենք կտրտելու։ Սպանախը շատ շուտ գույնը կորցնում է, դրա համար պետք չէ դանակով։ Իսկ ես խոհանոցում երևի եղել եմ մի քանի օր առաջ, բայց առիթը պարզապես բաց չեմ թողնում լինելու այնտեղ, որովհետև սիրում եմ եւ իսկապես այն համարում եմ ստեղծագործ աշխատանք։ Իսկ ամենաշատը ինչ է սիրում պատրաստել, դե բացի խորովածից։ Տարբեր տեսակներ։ Սիրում եմ պատրաստել խաշլամայի տարբեր մոտեցումներով տեսակներ, տարբեր նաև։ Ամեն դեպքում մսային ուտեստներն են քեզ ավելի հարազատ պատրաստելու առումով։ Ամռային աղցան, սիրում եմ շատ պատրաստել էլի տարբեր մոտեցումներով։ Այդ թանձրուկ, մեկ թանձրուկ գիտեմ, պարզապես այսպես մայոնեզ եւ կետչուպ վերջ։ Դա եւս հետաքրքիր տարբերակ է։ Կարելի է փոխարինել, բայց այդ քո ասած թանձրուկին եթե ավելացնես փոքրիկ թթուվարունգներ, շատ մանր կտրատված եւ կանաչի, քսես այդ թանձրուկը հացի մեջ, որը նախատեսված է հոթ-դոգի համար, եւ ավելացնես ներփերշիկ, կստացվի շատ հետաքրքիր համով հոթ-դոգ, տնական եւ համեղ։ Կփորձես հետո անպայման։ Դրանով էլ կհարստացնեմ իմ աշխատանքը խոհանոցում։ Մենք այստեղ տեսնում ենք ձեր ինչպիսի հմուտ շարժումներով Տիկին Կարինեն մանրացնում է կանաչեղենը։ Այստեղ դժվարություն չկա ընդհանրապես։ Առավոտը սկսելու շատ գրագետ տարբերակ է, ասեմ, այս աղցանը, որովհետև վիտամիններով շատ հարուստ է։ Իդեպ այնտեղ կա ընկուզեղեն, մեղր, թուզ, հրաշալի, կիտրոն, պանիր, մի խոսքով շատ համեղ աղցան։ Այս դեպքում թուզը ծառայում է որպես զարդարանք, թե այն նաև համտեսվում է հենց աղցանը։ Թուզը ինքը կարելի ասել գլխավոր բաղադրիչն է նաև։ Իսկ ես թերագնահատում եմ։ Պետք չէ թերագնահատել թուզին։ Եթերը սկսելուց առաջ էլ սիրելի հեռուստադիտողներ, երբ անցանք մեր խոհանոցային հատվածի կողքով ու տեսանք, թե ինչ բաղադրիչներ են դրված սեղանին, միանգամից մտածեցինք, որ վիտամինային բում է գալու, իսկապես շատ առողջ բաղադրիչներ են եւ վիտամիններով շատ հարուստ, յուրաքանչյուրը թե առանձին եւ թե համատեղված մեկ աղցանի մեջ։ Մի քանի րոպե եւս եւ մեր աղցանը առավոտյան էներգիա փոխանցող աղցանը, առողջարար, շատ կարեւոր է դա, կլինի համարյա թե պատրաստ։ Չշփոթենք, դա կաթնաշոր չէ, դա պանիրի տեսակ է, այո, սա պանիր է, սա ֆետա պանիր է, կարելի է փոխարինել նաեւ այծի պանրով։ Եթե դուք հավանում եք այծի պանիրը, Պարզապես խորանարտերի ենք բաժանում։ Այո, բաժանում ենք խորանարտիկների,
Գիտեք, կարելի է փշրել։ Ես փշրում եմ ճիշտն ասած, որովհետև այդպես ժամանակ ենք խնայում։ Այո, այդպես էլ կարելի է, բայց այս բaragայում մի քիչ ավելի տեսքը երևի սիրուն կլինի, չնայած միանշանակ ավելի գեղեցիկ կլինի։ Այնպես էլ կլինի սիրուն։ Մանե իսկ Գյումրիում խոհանոցում լինելը շատ տարածված բնույթ է կրում եւ կանանց եւ տղամարդկանց մոտ։ Սիրում են Գյումրիում տղամարդիկ լինել խոհանոցում։ Քանի որ մենք ամենահայտնի ուտեստը, որի մասին մենք բոլորս գիտենք, մի տեսակ միշտ պատկերացնում եմ, այո, որ յետևում այդ տաքուտեստի միևնույն է կանգնած է տղամարդը։ Եթե նույնիսկ խոհարարը տղամարդ չէ եւ այդ համեմունքները նա չի արել, ապա միանշանակ այդ ծանր աշխատանքը պահանջում է տղամարդկային ուժ, չնայած կանայք էլ միշտ գլուխանում են խոհանոցում, բայց իհարկե այդ համատեղ աշխատանքը արդյունքը էլ ավելի լավն է դարձնում։ Ու այստեղ կարծում եմ տարանջատում պետք չէ դնել, որովհետև այո բոլոր կանայք առհասարակ Հայաստանի տարբեր շրջաններում շատ տարածված է, որ պետք է լինեն խոհանոցում ու տիրապետեն հենց ավանդական խոհանոցին, պատրաստեն գյումրեցի կանայք Գյումրվա խոհանոցին բնորոշ ուտեստներ, կապ չունի թե որտեղ են նրանք ապրում, գուցե մոլորակի մեկ այլ հատվածում, եւ այդ առումով եւս մենք շատ հարուստ ենք, ողջ Հայաստանը շատ հարուստ է սիրելի հեռուստադիտողներ, որովհետեւ նույնիսկ մեկ մարզում 1-2 համայնք այն կողմ բնակվում են մարդիկ, որոնք ունեն բացարձակ այլ քիմք, որովհետեւ նրանց մոտ հայտնի են շատ այլ ուտեստներ, գուցե մեզ անհայտ, եւ մեր խոհանոցի այս հատվածն էլ հնարավորություն է տալիս բացահայտելու ոչ միայն ժամանակակից բաղադրիչներով ուտեստներ, այլ նաեւ անդրադառնալ մեր ավանդական խոհանոցին, ինչն էլ բազմիցս արել ենք եւ խոստանում ենք, որ շարունակելու ենք մեր եթերում։ Եվ շատ կարևոր մի բան էլ նկատել եմ, տարբեր մարզերում իսկապես կան այցեքարտային, հա, բաղադրատոմսեր, որ բնորոշ է այդ մարզում բնակվող մարդկանց եւ ընդհանուր առմամբ մարզին ու հետաքրքիր է, որ ամենահայտնի տաքուտեստները կամ աղցանները, որոնք բնորոշ են տվյալ տարածաշրջանին, ունեն որևէ պատմություն, ունեն որևէ սցենարական հիմք, դրանք հենց այնպես չեն առաջացել եւ հետաքրքիր է նաեւ, որ այս տաքուտեստի պատրաստման ժամանակ կամ մատուցելիս միևնույն է կան որոշակի ծիսակարգեր, այսինքն կրկին պատմությունը շարունակվում է, կրկին արարողակարգը, այո, շարունակվում է այնպես, որ շատ հետաքրքիր ենք այս մասով, դրա համար էլ հայի առանձնահատկության մեջ նաև իհարկե մեծ բաժին ունի խոհանոցը։ Առանձին մշակութային գնահատում այդպես։ Ճյուղ է համարվում եւ շատ զբոսաշրջիկներ, երբ նույնիսկ դրսում փոքրիկ հարցումների ընթացքում պատասխանում են այն հարցերին, թե ինչն է գրավել Հայաստանում, Հայաստանը նրանց ինչով է զարմացրել եւ ինչու են ընտրել հենց այդ ուղղությունը ու եկել են մեզ մոտ, առաջինը բացի իհարկե մարդկանցից, բնությունից հետո նշում են, որ Հայաստանը շատ համեղ ուտեստներով է զարմացնում եւ խոհանոց այնքան համեղ ու հետաքրքիր է, որ որպես ցանկալի զբոսաշրջային ուղղություն նրանք անպայման նորից գալիս են Հայաստան։ Այստեղ եւս շատ կարեւոր մի առանձնահատուկ բան կա, որի մասին պարտադիր պետք է նշել, որքան էլ որ հետաքրքիր են եւ համեղ են մեր նախուտեստները, տաքուտեստները, կրակի վրա պատրաստվող նաև ուտեստները, բայց այստեղ մեծ դեր ու նշանակություն ունի, այո, նաև մատուցման տարբերակը եւ սպասարկումը։ Այո։ Որով կարծում եմ մենք գտնվում ենք աշխարհում ամենաբարձր սանդղակներից մեկի վրա, եթե ոչ ամենաբարձր, մի քիչ գովենք մեզ իհարկե, բայց այո, հիանում են մեր սպասարկումով, մեր մոտեցումներով, վերջնական։ Ասում եմ, որ մեզ մոտ բոլոր բաղադրիչները առանձին էլ շատ համեղ են։ Դուք ինչ կասեք, Տիկին Կարինե, ճիշտ են ասում։ Գլուխ գովան ինչ որ մի թեզ է, թե ամեն դեպքում ճիշտ է։ Հենց այդպես է, դա մեր հողից է, մեր ջրից է, մեր արևից։ Այո, մեր տրամադրությունից։ Մոտենում ենք ավարտին, Տիկին Կարինե, 1-2 խոսքով շատ արագ ասեք ուր ենք հասել։ Ուրեմն սպանախը կտրտեցի ձեռքով, թուզը կտրտել եմ կլոր եմ կտրտել, իսկ մի թուզ կտրտել եմ այսպես ծմերուկի նման, որպեսզի հետո կողքերը զարդարեմ։ Հիմա մենք արդեն մեր մատուցման ափսեի մեջ աստիճանաբար հավաքելու ենք մեր աղցանը։ Այսինքն ոչ թե տարածված տարբերակով պետք է խառնենք աղցանը եւ մատուցենք, այլ շերտերով։ Որտեղ թուզը այնքան նուրբ միրգ է, որ ինքը խառնելու ընթացքում կփչանա, այո։ Միանգամից մատուցման ափսեի մեջ հավաքում ենք մեր աղցանը։ Գեղեցիկ ու սննդարար աղցանը։ Հիմա պետք է գալու
որով հետաքրքիր զգացողություն պետք է ներդնել եւ ճաշակելիս, եւ նաեւ պատրաստելիս եւ իզուր չեն հատկապես վերջին տարիներին այն ակտիվությունը տարբեր գաստրովոլորտում նախաձեռնությունների, հա, մասշտաբային մարզերում եւ հետաքրքիր է ու հաճելի է նաեւ այն, որ մեզ միանում են նաեւ օտարերկրացի խմբերը, խոհարարական եւ ոչ միայն մասնագիտության մոտ կանգնած նաեւ մարդիկ, ովքեր բարձր են գնահատում այս մեր ունակությունը փորձի փոխանակումներով ու պարզապես հիացած նրանք հեռանում են Հայաստան աշխարհից։ Թե գեղեցիկ պատրաստում ենք, թե գեղեցիկ մատուցում եւ իհարկե դա անում ենք ամենահամեղ բաղադրիչների օգնությամբ։ Եվ նաեւ համեղ էլ ուտում ենք։ Դա շատ կարեւոր է, սիրում ենք համեղ ուտել։ Այսպես աստիճանաբար կանաչիները, պանիրը հիմա կլցնենք մեր թանձրուկը։ Քաղցած էլ չես լինում, բայց երբ պատրաստված է լավ մարդու կողմից եւ համեղ բան հատկապես ընկերական կամ ընտանեկան շրջապատը, անկախ քեզից ախորժակը բացվում է ու պարտադիր գոնե մի փոքր համտես անում ես։ Օրինակ ինչպես կարելի է չհամտեսել այս աղցանը։ Բուրգ ինչ որ կանաչերից բաղկացած հիմա շատ օգտակար է։ Շատ երկար չի մնա դրա համար։ Այո։ Մենք աղ չենք անում մեր աղցանին, քանի որ ըստ նախասիրության դա ամեն դեպքում։ Հա, պանիրից է կախված, գուցե աղի լինի պանիրը, ավելորդ աղ չլինի, էլի մեր աղցանը աղի չլինի։ Այսպես շերտ ավելացնում ենք մեր թանձրուկը։ Հիմա բոլոր այն բաղադրիչները, որ կան, եւս մեկ շերտ բոլոր բաղադրիչներով հավաքում եք երկրորդ հարկը։ Հա։ Սա որպեսզի չխառնենք, մենք աստիճանաբար հավաքում ենք այս ամեն ինչը։ Այս դեպքում Այս դեպքում կարծես ոչ միայն պատրաստում ենք, այլ նաև կառուցում ենք աղցանը։ Շերտ։ Նետիկին Կարինեն նշեց, չէ, պետք է հավաքել ափսեի մեջ աղցանը։ Ես շատ կարևոր բան նկատեցի նաև Տիկին Կարինեի աշխատանքային ընթացքի մեջ, կան խոհարարներ, կապ չունի նրանք կանայք են թե տղամարդ, խոհանոցում երբ ինչ-որ բան պատրաստում են, նրանց ետևից կամ ընթացքում նույնիսկ 2-ից 4 աշատակից պետք է որպեսզի իմի բերի խոհանոցը եւ մի փոքր ավելի բարվոք կարգավիճակում հասցնեն հավաքել այն ինչ պետք է։ Բայց Տիկին Կարինեն շատ համաչափ, շնորհակալ եմ, գեղեցիկ կոկիկ աշխատանք է տանում այստեղ։ Օրինակ ես եմ այդպես։ Եթե ես պատրաստում եմ որևէ բան եւ ընտանիքի անդամները բազմազան։ Ոչ, բնավ, հենց ճիշտ հակառակը, այո։ Պետք է լինի մաքուր, կոկիկ, ամեն ինչ։ Ինչը մի տեսակ չեմ կարողանում պատրաստել։ Դրա համար մի անգամից գրավեցի ինձ օրինակ։ Եւ նկատեցի դու դա։ Եվ նկատեցի, այո։ Ահա։ Մեղր ամենավերջում ենք ավելացնում, Տիկին Կարինե։ Թանձրուկի մեջ ավելացնում։ Թանձրուկի մեջ ունենք մենք մեղր, բայց վերջում էլ ենք ավելացնելու։ Նկատում եմ նաև, որ կա համային բաղադրիչների բազմապիսիություն եւ մի փոքր դառը համային զգացողություն եւ քաղցր եւ թթու այս դեպքում լիմոնի հետ կապված մանանեխ կա թանձրուկի մեջ։ Ես ակնկալում եմ ձեր անկեղծ գնահատականը։ Մենք միշտ անկեղծ ենք, Տիկին Կարինե։ Ես համոզված եմ դրանում։ Չնայած երբևէ այլ կարծիք չենք ունեցել, որովհետև մեր խոհանոցում թե մեր գործընկեր Անուշը, որը տարբեր հետաքրքիր բաղադրատոմսերով պատրաստում է ուտեստներ, թե հյուրերը մեր տաղավարում միշտ պատրաստում են շատ հետաքրքիր աղցաններ, նախուտեստներ, որոնք իսկապես զարմացնում են մեզ իրենց յուրահատուկ համերով։ Շատ գեղեցիկ է, Տիկին Կարինե, այո, դուք շատ հանգիստ, ներդաշնակ տրամադրությամբ, բայց կառուցեցիք մի ողջ աղցանային համակարգ։ Ինտերիա։ Մնում է համտեսել, տալ գնահատական։ Ես չեմ ավարտել հələ։ Դեռ ոչ։ Բայց մենք կարող ենք շտապել համտեսել, իհարկե ընդամենը 1-2 րոպե է բաժանում մեզ աղցանից, այդ ընթացքում Տիկին Կարինեն էլ ավելի գեղեցիկ է դարձնում այն, համեմելով ընկույզով։
Ի սկզբանը մտածում էի, որ ընկույզը նույնպես չեք մանրացնի, որովհետև բաղադրիչները այսպես մեծ են մի փոքր, բայց աստորեն ոչ, ընկույզը մանրացնում եք։ Չէ, մանրացնելու ենք, որպեսզի համերը ավելի լավ տարածվի։ Այո, լավ տարածվի։ Մեկ րոպեում Տիկին Կարինե փորձենք ավարտին հասցնել աղցանի պատրաստումը։ Այո։ Եվ լավ իմաստով իհարկե սա կարող է լինել մարտահրավեր բոլոր այն խոհանոցը սիրող մարդկանց համար, ովքեր կփորձեն շատ արագ, մի քանի րոպեների ընթացքում ունենալ նման արդյունք պատրաստել օրինակ հենց այս աղցանը, ձեզ դրա համար կբավականացնի 15 րոպե, 15 րոպե ամենաշատը։ Այս այն կողմ Այնպես որ փորձեք, սիրելի խոհանոցը սիրող մարդիկ։ Այո։ Անգամ ամենափոքր դետալները Տիկին Կարինեն ուղղում է, որ իր բուրգը լինի հնարավորինս իդեալական։ Եվ այսպես Տիկին Կարինե մենք Վերջին դետալներն ենք անում։ Վերջին դետալներն ենք անում, վերջնական պատրաստ է այս աղցանը։ Եվ վերջ, բալզամիկ սոուսը։ Ձեզ շնորհակալություն ենք հայտնում, մենք կփորձենք կգնահատենք, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին փոքրիկ ընդմիջում գովազդի տեսքով մեր եթերում վերադառնում ենք եւ շարունակում, խնդրեմ։ Շնորհակալ ենք։